Ղուկասյան, կցանկանայի անդրադառնանք Ջոն Կիրակոսյանի դպրոցի հետ կապված միջադեպին, մասնավորապես ուսուցչի կալանավորմանը, նշվում էր, որ այդ ուսուցիչը ձեր հետ կից հանձնաժողովի անդամ է, դուք սա ընդհանրապես ինչպես եք մեկնաբանում։ Նախարարին կից գործում է հասարակական խորհուրդ, որի անդամները ներկայացնում են ոլորտը եւ այդ անդամները իրենք են առաջադրվում, այսինքն սա մի մարմին է, որը գործում է բոլոր նախարարություններում եւ այդ իմաստով չեմ կարծում, որ որևէ մեկնաբանության կարիք կա, եթե ձեզ հետաքրքրում է ովքեր են մեր հասարակական խորհրդի անդամները, նախ պետք է նշեմ, որ ամեն տարի ռոտացիա է արվում եւ անդամների կազմը վերանայվում է, թարմացվում է, այդտեղ հասարակական կազմակերպություններ են, ոլորտի փորձագետներ են, ներկայացուցիչներ են եւ այդ իմաստով ես որևէ մեկնաբանության կարիք ուղղակի չեմ տեսնում։ Ընդհանրապես այդ դեպքին ինչպես կմեկնաբանեք։ Դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի որոշակի տեղեկատվություն ստանանք, որտեղ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների եւ լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որպեսզի հասկանանք ամբողջական տեղեկատվությունը եւ դրանից ելնելով նաեւ ես իհարկե խոսել եմ իրավապահ մարմինների իմ գործընկերների հետ եւ առաջարկել եմ, որպեսզի միասին հասկանանք ընթացակարգերի տեսանկյունից եւ մեր անհրաժեշտ աջակցությունն ու խորհրդատվությունն էլ տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ, որպեսզի դրանք նաեւ իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ առաջին հերթին այստեղ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, որտեղ այն մեղադրանքը, որը առաջադրվում է, չափազանց լուրջ է եւ մենք պետք է նաեւ ինքներս ամեն կերպ աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն ու ինքներս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված եւ հետեւաբար որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան, ապա բացահայտվեն եւ միջև վերջ այդ իմաստով օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերը արվեն։ Բայց սա չի նշանակում, որ երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնենք, ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն։ ԱԱԾ տնօրեն օրինակը ազգային ժողովում լսումների ժամանակ ասեց այնպես չէ, այդ համացանցի տեղեկությունները ճիշտ են, որ դիմակավորված են եղել երեխաները, միտումնավոր ահաբեկել են երեխաները։ Դե նաև մեզ գրավոր կպատասխանեն, դրանից հետո մենք ամբողջական պատկեր կունենանք եւ կկարողանանք շարունակել այս խոսակցությունը։ Տիկին Անդրեասյան, Օսկարում ներկայացնելիք ֆիլմի մասին բավական բուռն արձագանք է ստացել, քանի որ կինոակադեմիան ընտրել է երկու ֆիլմեր գնացել, ընտրել է ֆիլմերից մեկը, որի ռեժիսորը կինոակադեմիայի նաև անդամ է։ Ինչպես կարձագանք եք այս հարցին, բացի դրանից ֆիլմերից մեկը, որը չընտրվեց, արցախյան խնդրի մասին է, հենց հեղինակի եղբոր կորուստի մասին է ու սա արդյոք իշխանությունների կողմից քայլ է Արցախի խնդիրը խուսափելու համար, միջազգային հարթակներում չներկայացնելու համար։ Ձեր վերջին հարցադրումը ընդհանրապես որևէ կապ չունի իրականության հետ։ Ընդհանրապես եթե դուք ծանոթ եք, թե ինչպես են ֆիլմերը ներկայացվում Օսկար մրցանակաբաշխությանը, կան հատուկ ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն եւ կինոակադեմիան անկախ մարմին է, հասարակական կազմակերպություն է, որևէ առնչություն չունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կամ կառավարության որևէ այլ մարմնի հետ։ Նրանք ոլորտի փորձագետներ են, մարդիկ են, իրենք են հավաքվում, քննարկում եւ կատարում իրենց ընտրությունը եւ իրենք էլ պետք է մեկնաբանեն իրենց ընտրությունը։ Եթե որևէ մեկի մոտ կա հարցադրում ինչպես է կատարվել ընտրությունը, արդյոք միջազգային բոլոր ընթացակարգերը պահպանվել են թե ոչ, կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է դիմել մրցանակաբաշխությունը կազմակերպող կենտրոնական մարմին, որովհետև նրանք է, որ լիազորված են նման հարցեր քննարկելու եւ որակումներ տալու։
Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, դա կներեք ուղղակի որևէ առնչություն չունի իրականության հետ եւ ըստ էության անհեթեթություն է։ Տիկին նախարար, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարց արդյոք քննարկվում է թե ոչ, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի հավաքականի մրցույթները, նաև երկրպագուների կողմից այն պահանջը, որ նախ հեռացվեր գլխավոր մարզիչ Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆեդերացիայի ղեկավար կազմը ներկայիս։ Նայեք, հարգելի լրագրող, ֆուտբոլի ֆեդերացիան ունի առանձին կարգավիճակ, հասարակական կազմակերպություն է, նախագահին ընտրում է ընդհանուր ժողովը, նրանց կառավարող մարմինը գործադիր կոմիտեն է եւ այդ երկու մարմիններն են, որ իրավասու են նման հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել։ Ինչ վերաբերում է մեզ որպես սպորտի ոլորտում լիազոր մարմին, ֆուտբոլի զարգացումը իհարկե մեր առաջնահերթ խնդիրներից է, սպորտի ռազմավարությամբ էլ առանձին գրված է, որ ֆուտբոլի զարգացման ծրագիր պիտի լինի, եւ սա նշանակում է, որ մենք իհարկե ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պիտի քննարկենք ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցերը, բայց կադրային հարցերը մեր տիրույթում չեն եւ ես կարծում եմ, որ մասնագետները պետք է նման քննարկումների արդյունքում նաեւ առաջարկներ անեն։ Շնորհակալություն։